Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 6։ Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա, որպեսզի չծուլանաք, այլ հավատքով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 11-12 խոսքեր։ Այստեղ հիշատակվող հույսը պարզապես ցանկություն չէ, այլ հաստատուն ակնկալիք այն բարիքների, որոնք խոստացված են Աստծո կողմից։ Այն հենվում է այդ խոստումների վրա լցված սիրով, փափագով և դրանց բարձր գնահատմամբ։ Ինչպես հավատքը, այնպես էլ հույսը ունի իր աստիճանները ըստ հոգու զորության և վստահության չափի։ Այն երանության խոստումը, որ Աստված տվել է հավատացյալներին, չի ծագում ժամանակավոր մտադրությունից, այլ բխում է նրա հավիտենական խորհրդից, որը հաստատված է եղել հավիտենական Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև։ Ուստի այս խոստումները լիովին արժանի են վստահության և կարող են ընդունվել առանց որևէ երկմտության, քանզի այստեղ ունենք երկու անփոփոխ հիմք՝ Աստծո խորհուրդը և նրա երդումը, որոնք չեն կարող փոփոխվել, քանզի անհնար է, որ Աստված սուտ խոսի, դա հակասում է թե նրա էությանը և թե նրա կամքին։ Եվ քանի որ նա չի կարող սուտ խոսել, անհավատի կործանումը և հավատացյալի փրկությունը երկուսն էլ հավասարապես հաստատ և անսասան են։ Այստեղ նկատենք, որ նրանք, որոնց Աստված տվել է լիակատար ապահովություն երջանկության համար, ունեն խոստումների իրավունքը որպես ժառանգորդներ։ Աստծո մխիթարությունը բավականաչափ զորավոր են իր ժողովրդին պահպանելու և ամրացնելու նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ։ Այստեղ կա ապաստան բոլոր այն մեղավորների համար, ովքեր փախչում են դեպի Աստծո ողորմությունը Քրիստոսի փրկագրման միջոցով շնորհքի ուխտի համաձայն, մի կողմ դնելով բոլոր այլ վստահություններ։ Մենք այս աշխարհում նման ենք ծովում ընթացող նավի, ալեկոծվող, վեր ու վար տատանվող և մշտապես կործանման վտանգի մեջ գտնվող։ Ուստի մեզ անհրաժեշտ է խարիսխ, որպեսզի մնանք հաստատ ու անսասան։ Ավետարանի հույսը հենց այդ խարիսխն է մեզ համար այս աշխարհի փոթորիկների մեջ։ Այն հաստատ է և անսասան, այլապես չէր կարող մեզ այդպես ամուր պահել։